Փառք Աստծուն, սիրելի քույրեր եւ եղբայրներ ջան, Տիրոջ ներկայության մեջ ենք, Տիրոջ հոգին այստեղ է եւ Տիրոջ հոգին խոսելու է։ Եվ կուզեմ այսօրվա քարոզը հենց այս խոսքով էլ սկսեմ։ Վերջին հարվածը հաջորդ մակարդակից առաջ հաճախ ամենադժվարն է։ Կրկնեմ։ Վերջին հարվածը հաջորդ մակարդակից առաջ հաճախ ամենադժվարն է։ Առաջին Թագավորաց 27 գլուխ առաջին խոսք։ Եվ Դավիթն իր սրտում ասաց. Վերջապես մի օր ես կորչելու եմ Սավողի ձեռքով։ Ինձ համար փղշտացիների երկիրը փախչելուց ավելի լավը չկա։ Սավողը հույսը կգտրի ինձանից եւ այլևս ինձ չի որոնի Իսրայելի բոլոր սահմաններում եւ այդպես կազատվեմ նրա ձեռքից։ Ուրեմն Իսրայելի առաջին թագավորը Սավողը իր օծությունը Աստծո կողմից կորցրել էր եւ Աստված արդեն իսկ օծել էր Դավիթին որպես հաջորդ Իսրայելի թագավոր։ Բայց օծելուց հետո մենք տեսնում ենք, որ Դավիթը մի հետից չհայտնվեց թագավորական պալատ, այլ տարբեր տեսակի դժվարությունների միջով անցավ ժողովուրդ ջան։ Այնքան դժվարություններ, որ նույնիսկ ներկա թագավորը Սավողը փորձում էր Դավիթին սպանել։ Միջև այդ դրան հասնելը Դավիթը երբ որ իր հոր ոնց են ասում իր հոտը պաշտպանում էր արջերից ու այռուցներից, միջև դրանից հետո փղշտացիների դեմ էր կռիվ տալի եւ Գոլիաթի հետ կռիվ տվեց եւ հաղթեց նրան։ Տեսնում ենք ոնց է ամեն տեսակի փորձությունների միջով նա անցնում եւ ամեն անգամ մի բան ենք տեսնում, որ Աստված միշտ իր հետ է։ Աստված իրան չի լքում, Աստված իրան մենակ չի թողում։ Թեև այն փաստը, որ Սավողը փորձում էր Դավիթին սպանել, Աստված ամեն անգամ թե գերբնական ձևով, թե ուրիշ ձևերով Դավիթին պաշտպանում էր։ Այսինքն ամեն դժվարությունների մեջ, ամեն փորձությունների մեջ, ամեն իրադարձությունների մեջ նա ուներ Աստծո պաշտպանությունը։ Բայց գալիս է մի օր, որ իր մտքով անցնում է, որ լավ ինչքան կարելի է այսքան դժվարությունների միջով անցնել։ Լավ ինչքան կարելի է ամեն փորձությունից հետո մի հատ ուրիշ ավելի մեծ փորձության մեջ ընկնել։ Լավ ինչքան ու երբ որ իր մեջ այդ միտքը անցնում է սիրելիներս, ասում է որոշում է իր մեջ կայացնում, որ ասում է այդամ այն նրանց երկիրը, որ այսօր իմ ազգի ամենամեծ թշնամիներն են։ Գերադասում է իր այդ իրավիճակների մեջին, դժվարությունների մեջին, փորձությունների մեջին ավելի լավ այդ ամեն ինչը թողնի, այդ հա թշնամու երկիրը ինչա թե, որովհետև մեջը միտքը առաջացել, որ մի օր Սավողի ձեռով է թալու է։ Ինչին հիման վրա ինքը այդ միտքը ուներ։ Չէ որ այդ Աստված, որ իրան արդեն օծել էր որպես Իսրայելի թագավոր, ամեն իրադարձությունների մեջին նրա հետ էր։ Բայց սիրելիներս, շատ ժամանակ ոչ թե պատճառը փախնելու այնա, որ չենք վստահում, որ Աստված մեզ այդ իրավիճակներից կհանի, այլ պատճառը այնա, որովհետև հոգնել ենք այդ բոլոր իրավիճակների միջով անցնելուց մեր վստահությունը դնել Աստծո մեջ։ Շատ ժամանակ այդ process-ն է խնդիրը եւ ոչ թե այն փաստը, որ դու չես հավատում, որ այն Աստված, որ քեզ ամեն իրավիճակից հանեց ոնց որ Դավիթին, այռուցների բերաններից ազատեց, Գողիաթի ձեռքից ազատեց, Սավողի սպանության փորձուրից ամեն անգամ ազատեց, ամեն ժամանակ այդ Աստված իր հետ էր, բայց նա արդեն հոգնել էր, որ էսա վաղը մեկը, էս մի փորձությունն էլ անցա, մի հատ կարող է ուրիշ փորձություն գա։ Սեներս միգուցե այսօր մենք էլ ենք գտնվում մի տեսակ սցենարի մեջ մեր կյանքում, որ մի փորձությունից հազիվ ենք դուս եկել, մեկ էլ հալելույա, մի հատ երկրորդ եկավ, և դու գիտես, այդ Աստված, որ այդ փորձությունից քեզ ազատեց, սրանից էլ ազատելու։
բայց ինչ գնով հոգնում ես, մտքեր են առաջանում քո մեջ։ Սիրելի, այսպիսի հայտարարություն եմ ուզում անել, եթե թշնամին չի կարող քեզ ուղի խախտել, նա կփորձի քեզ հյուծել։ Գիտես, շատ ժամանակ սատանան հասկանում է այդ փաստը, որ ինքը քո դեմ կռիվ չունի։ Ինքը քո դեմ շանս չունի, որովհետև այն բարձրալ Աստվածը, որ դու քեզ Տեր ես համարում, ամեն անգամ քեզ ամեն իրավիճակից հանում է։ Բայց դրա համար նա փորձում է իր ստրատեգիան մի քիչ փոխել։ Նա փորձում է քեզ այդ բոլոր իրադարձությունների մեջին հոգնածնել։ Եվ մենք էսի կարդում ենք Դանիել արքայության մեջ 7-րդ գլխի 25-րդ խոսքում ասում է, եւ բարձրալի դեմ խոսքեր է խոսելու, հյուծելու է ամենաբարձրալի սրբերին։ Հոգնածնելու է ասում այն վերջին օրերին։ Գիտես, շատ ժամանակ Աստված այնքան հրաշքնել է արդեն քո կյանքում արել, որ ուղղակի դու պետք է գտնես անիրավ մարդ, որ այդ ամեն ինչը ուղղակի մոռանաս ու չվստահես, որ Աստված մեգա քեզ ազատելու է։ Ես անձամբ իմ կյանքից ասեմ, այնպես բաներ եմ տեսել իմ կյանքում, Աստված ինչերի միջոցով ուղղակի հանել, ես ուղղակի կլինեմ կույր, եթե այդ ամենը չտեսնեմ, չգնահատեմ ու չվստահեմ, որ ինչ իրավիճակի մեջ էլ գտնվեմ, գիտեմ, որ մեգա Աստված իմ հետ է։ Բայց այդ ժամանակ հենց սատանան այդ ամենը իմանալով փորձում է այդ իրադարձությունների մեջին տարբեր տեսակի մտքեր առաջացնել, որպեսզի հոգնածնի քեզ։ Ասի տեն մեզ ես կյանքը հետ Աստծուց հետ, հա, թող ամեն անգամ քեզ ազատի, թող ամեն անգամ քեզ փրկի, բայց ումա պետք է տենց կյանքը հետ դժվարություններով, որ ամեն անգամ պետք է հաղթահարես։ Ումա պետք է հոգնածուցիչ կյանքը։ Եվ գիտեք, ես միշտ մի հատ տենց process անցնում, ես փորձել եմ 4 կետով այդ process-ը նկարագրել, երբ որ նորից եմ ասում ենք Թագավորաց 27 գլխի 1-րդ խոսքը մի քիչ ուզում ենք վերլուծենք, տեսեք ինչ բան է կատարվում, չէ՞, 4 կետը։ Առաջինը ասում է իր սրտում ասած, սկսում է մտքով, սիրելիս։ Ամեն ինչ սկսում է մտքով։ Ես ես ինչ վիճակում եմ։ Ես ես ինչ մեղք եմ։ Այս խիա իմ հետ sense բաներ կատարվում։ Խի պիտի նորից sense փորձություններով անցնեմ։ Երկրորդը, ես կորչելու եմ, Դավիթը։ Ինչի հիման վրա ես այդ արտահայտությունը անում, մտածում, Դավիթ, խի ես կորչելու։ Այն Աստված, որ քեզ այրուցների բերանից ազատեց, Գողիաթին ջախջախեց եւ Սավուղի ձեռքից 2-3 անգամ ազատեց, խի ես կորչելու, Դավիթ, որտեղից առաջացավ քո մեջ այդ միտքը։ Բայց երբ որ մենք այդ մտքերին տեղ ենք տալիս սիրելիներս, վախ առաջանում արդեն մեր մեջ։ Եվ վախ առաջանալուց հետո, ասում է, փախչելուց ավելի լավը չկա։ Մենք գնում ենք կոմպրոմիսների սիրելիներս։ Լքում ենք այն իրավիճակը, այն փորձառությունը, որպեսզի մտածելով մեր կարճ խելքով ազատագրվենք այդ ամեն ինչից։ Ու այդ միշտ պայմանավորված է ինչ-որ մի հատ կոմպրոմիսի հետ։ Եվ այդ ամենից հետո, ասում է, կազատվեմ նրա ձեռքից։ Մոլորության մեջ ես ընկնում, սիրելիս, որովհետև քեզ թվում է, որ ապագան տեսնում ես, որ ես ինչ քայլերը անես, ես ինչ կոմպրոմիսներին ենթարկվես, ուրեմն կազատագրվես։ Ուրեմն Իսրայելի երկիրը թողել Էթարշտամու երկիրը ապրելը ազատագրություններ Դավիթ։ Ուրեմն այն պետության սահմաններ մտնելը, որ այսօր քո գլխավոր թշնամին է, այդ ավելի կգերադասես, քան թե մնաս Աստծո ներկայության մեջ, Դավիթ։ Սիրելի քույրես, սիրելի եղբայրս, Աստծո ներկայությունը լքելը եւ աշխարհ գնալը, աշխարհային մտածելակերպը ապրելը, աշխարհային սկզբունքներով քայլելը, քո մտածելով քեզ ազատելու է այդ ամեն իրադարձություններից։ Էդի տանում է քեզ մոլորության ուղղակի, ուրիշ ոչ մի տեղ։ Այսպիսի հայտարարություն եմ ուզում անեմ, եթե դու պայքարից հեռանում ես, կորցնում ես պաշտպանությունդ, քանի որ Աստծո ամբողջ սպառազինությունը նախատեսված է միայն դիմագրավելու համար։ Ինչ նկատի ունեմ։ Երբ որ Եփեսացի 6-րդ գլուխը կարդում ես, այնտեղ Աստծո սպառազինության մասին է գրված,
ու գիտես ամեն ինչ որ հագնում ես, այն իմաստով է, որ դու պիտի քո հակառակորդի դիմացը կանգնես ու պիտի նրա դեմ պայքարես։ Բայց այն ժամանակ, երբ որ դու կոմպրոմիսների կենթարկվես եւ կփախնես այն բոլոր իրադարձություններից եւ այն բոլոր կռիվներից, որ Աստված է կարգել քո կյանքում, որ դու պիտի կռիվ տաս եւ շրջվես, քո մեջքը լիովին անպաշտպան է սիրելիս, որովհետեւ Աստծո սպառազինությունը քո մեջքի համար բան չի նախատեսել, որովհետեւ Աստված քեզ երբեք չի քաջալերել, որ դու փախնես ինչ որ մի հատ կռվից, որ ինքն է սահմանը, որ դու պիտի կռվես, սիրելիս։ Դրա համար Աստված ուզում է մեզ բոլորից քաջալերել սիրելիներս, ինչքան էլ ուզում է դժվար իրավիճակում դու լինես, ինչքան էլ ուզում է որ դու այս պահին պատերազմի մեջ ես, մի բան հասկացի, որ լքելով եւ փախնելով այդ պատերազմից դու ինքդ քեզ չես պաշտպանելու, այլ լիովին ձևով տրվում ես սատանայի որոգայթներին, որովհետեւ քո ամբողջ մեջքը թիկունքը սիրելիս անպաշտպանված է լինում այդ ժամանակ։ Երբ որ Դավիթը գնաց փրկշտացիների երկիր սիրելիներս, ասում է նա սկսեց իրանց համար որպես զոլտնա գործել, զոլտներ ինչ են ասում հայերեն, որ ուրիշի համար դու կռիվ ես տալի, ինքը քեզ վարձատրում է, որ դու իրա պատերազմները բանաս, վարձկան։ Ուրեմն այն թագավորը, որ արդեն օծություն է ստացել Աստծուց, որ պիտի թագավոր դառնա Իսրայել ազգի մեջին, թողել է իր կոչումը, գնացել է մտել է թշնամու երկիր, եւ այսօր թշնամու փողի կարիքը զգալով մտնում է ինքստինքյան իր պատերազմներն է իր գործում։ Եվ թշնամու համար կռիվ է տալիս։ Եվ այս ամեն ինչը գիտեք ում է տուժում։ Տուժում է իր ազգին։ Տուժում է իր ժողովրդին։ Սիրելիս, եթե դու քո կոչումը թողում ես եւ գնում ես եւ ընկնում ես լրիվ քո նորից աշխարհային ճանապարհների մեջ եւ քո մտածումների մեջ, ինքստինքյան տուժում է քո եկեղեցին։ Ինքստինքյան տուժում է քո այն տերույթը, որտեղ Աստված քեզ դրել է, որ դու այդտեղ պիտի իշխես, սիրելիս։ Բայց դու թողնելով այդ կոմպրոմիսների ենթարկվելով մտածում ես, որ այնտեղ ավելի ապահով կլինես, բայց ապահով չես, ստրուկության մեջ ես, եւ այնքան ստրուկության մեջ ես, որ կարիք ունես իր համար կռիվները անելու, որպեսզի փող ստանաս դրա համար։ Եվ գալիս է մի օր, որ փրկշտացիները նորից Իսրայելի դեմ պատերազմի մեջ են ընկնում, ու բանը հասել է նրան, որ Դավիթը եւ իր ժողովուրդը գնում են եւ ասում են մենք էլ ենք գալի ձեր հետ պատերազմելու։ Սիրելիս, եթե դու լքում ես քո կռիվները, որ Աստված քեզ սահմանել է դրա մեջ, վաղ թե ուշ քեզ գտնելու ես, թե ոնց ես կռիվ տալի քո ժողովրդի դեմ։ Եթե դու հեռանում ես քո կոչումից, վաղ թե ուշ կծելու ես քո քույր եւ եղբայրներին։ Եթե հեռանում ես այն ճանապարհից, որ Աստված կարգել է քո կյանքում, Դավիթի նման եթալու ես եւ թշնամուտ ասես ես էլ եմ գալի կռիվ։ Հետո փրկշտացիները իրար մեջ սկսում են խոսալ, վերլուծել, ասել ախպերս դրանց սրանց մի քանի ամիս տարի առաջ էր որ բանին Գողիաթինեսի ոչնչացրեց սրա ոնց հետներս թողենք բերենք մեր հետ էթա բա որ հետևներիցս հետո խափի մեզ հետևներիցս մեր թիկունքից խփի չէ հետ գնա չեն վստահում Դավիթին եւ տեսեք առաջին թագավորած 29:7-ում ինչ է գրած եւ հիմա ետ դարձիր ասում են Դավիթին ու գնա խաղաղությամբ եւ մի արա այն ինչ վատ է թվում փրկշտացիների նախարարների աչքին։ Հադել եմ հայտարարություն արեմ։ Եթե փախչես քո նշանակված պայքարներից եւ պատերազմներից, ապա կգտնես քեզ ենթարկված քո թշնամու իշխանությանը։ Սիրելիս, եթե հեռանում ես այն պայքարներից, որի մեջ դու պիտի այս պահին անցնես, որտեվ Աստված է կարգել քեզ դրա մեջ, այն կրակների միջով, որ պիտի անցնես, որպեսզի հաստատվես, որովհետև ինչ ասեցի, այն գլխավոր մակարդակից առաջ, որ արդեն վերջին մոմենտներն է մնացել, որ պիտի հասնես, այդ աստիճանը բարձրանաս, մեկ էլ տարբեր տեսակից հարձակումները սկսում են, եթե դու այդ ամենից հեռանում ես, սիրելիս, ուրեմն գտնվում ես մի օր այն իրավիճակում, որ քո թշնամու իշխանները քեզ թելադրում են եւ դու պիտի ենթարկվես նրանց։
Եթե դու հեռանում ես այսօրվա քո բոլոր այդ փորձություններից, սատանայի իշխանության, այսինքն նրա դևիկների իշխանության տակն ես ու պետք է ենթարկվես իրանց պահանջներին։ Պետք է ենթարկվես իրանց դեպրեսիայի վախերին, պետք է ենթարկվես իր դեպրեսիային մտքերին քո մեջ։ Պետք է ենթարկվես անգողությանը քո մեջ, պետք է ենթարկվես ինքնադատապարտությանը քո մեջ։ Ենթարկվելու ես, ուզես չուզես։ Որովհետև գտնվում ես իր իշխանության տակ։ Գիտեք, երբ որ Դավիթ իր ժողովրդի հետ մոտեցել էր, նախապես որ ասեր մենք էլ ենք գալի կռիվ, ու ասում են չէ, չենք վստահում, հետ գնացեք։ Երբ որ նրանք հետ են գալի, հələ տեսեք ինչ է կատարվում։ Առաջի թագավորած 32-րդ խոսքը։ Այնտեղի, այսինքն Սիքելա քաղաքի մասին է միջալոց խոսքը, երբ որ նրա գնաց փղշտացիների երկիր, Սիքելա հատվածը նրան տվեցին, ասեցին ստեղ կմնաք։ Այնտեղի կանանց փոքրից մինչև մեծը գերի են վերցրել, ամաղակեցիները հետո կարդում ենք։ Ոչ մի մարդ չեն սպանել, այլ տարել են իրենց հետ եւ գնացել իրենց ճանապարհով։ Դուք պատկերացնում եք, Դավիթը բոլոր բանակի տղամարդկանց հետ գնացել է փղշտացիներին մոտ, որ ասի մենք էլ ենք գալի կռիվ Իսրայելի դեմ, ասում են չէ, մենք չենք վստահում, հետ գնացեք նորից, հետ են գալի ու տենում են ոչ իրանց կնանիք են այնտեղ, ոչ իրանց զավակներն են այնտեղ, ոչ իրանց անասուններն են այնտեղ, ասում է քաղաքը լիովին այրել են։ Հաջորդ հայտարարությունը։ Եթե խուսափես քեզ հատկացված պայքարներից, ապա եւ դու եւ ուրիշներն են դրա գինը վճարելու։ Սիրելիս, եթե դու խուսափում ես այսօրվա քո մարտահրավերներին, եթե դու փախնում ես դրանցից, մտածելով, որ մի ուրիշ տեղ ավելի ապահով է, ուրեմն վաղ թե ուշ դրա գինն ես դու եւ քո հարազատները, եւ քո ընտանիքը, եւ քո բարեկամները, եւ քո ընկերները, եւ քո եկեղեցու քույր եւ եղբայրները դրա գինը վճարելու են։ Որևիցե ձևով։ Դուք պատկերացնում եք Դավիթի վիճակը այդ պահին, որ հետ է գալիս ու տեսնում է ինչ է կատարում, ասում է այնքան լացեցին, որ ուշ չկար էր մեջներ էլ լացելու, ում հետ տենց բանել է իր կյանքում, որ այնքան արդյունքներով լացալ է, որ էլ ուշ չունեց, ել արդյունք էլ չի ունեցել մեջը, ասում է այդ օրն են ընկե, այն կարգի, որ տեսեք ինչ է կատարում, Թագավորաց 36 Եվ Դավիթը մեծ տագնապի մեջ էր, որովհետև բանակն ուզում էր նրան քարկոծել, քանի որ ամբողջ բանակից ամեն մեկի սիրտը կսկծում էր իր տղաների եւ աղջիկների համար։ Այդ ում տենց չէր լինի։ Պատկերացրա, այդ մեզ որ կռիվ անես թշնամուտ համար, ում դեմ քո ժողովրդի դեմ, հետ ես գալի տենեմ ես քո ժողովրդին եկել են գերի են վերցրել։ Ոչ կնիկ հետ, ոչ երեխեք հետ, ոչ մեկ չկա։ Ասմական գժված վիճակ էր դրանց մոտ, իրանց մոտ, որ սաղեր քարերը վեկալել են ուզում են Դավիթին քարկոծեն սիրելիներս։ Ինչից էր փախնում Դավիթը։ Մի հատ մտքից, որ պետք է ցավող իրան սպանի։ Ինչ է լավ։ Այն ժողովուրդը, որ Աստված իրան կարգել էր, որ պետք է իրանց թագավորի, քարերը վեկալել ուզում է իրան սպանի։ Բայց ինքը վախեցել էր այն թագավորից, որ արդեն Աստված իրան անտեսել էր։ Սիրելիս, եթե դու այսօր գտնվում ես քո կյանքում ինչ-որ թեժ շրջանում, որ պատերազմես, որ պետք է պայքարես, վստահիր, որ ամեն միտք, որ քեզ ուզում է նզովացնի այդ ժամանակ, որ ուզում է քեզ թուլացնի, որ ուզում է քեզ ասի, որ դու չես կարա, որ ուզում է քեզ ասի, որ դու փոքր ես, որ դու թուլ ես, որ դու անկարող ես, իմացի, որ դրանք ստեր են սատանայի կողմից, որովհետև նա ուզում է քեզ ուղղակի թուլացնի։ Սիրելի, sense մի բան եմ ուզում ասել, եւ չխնդրում եմ չվախենաք իմ ասածից, ընդհակառակ էսի դուք ընդունեք որպես ուղղակի քաջալերանք, գիտես քո կյանքում պատերազմները երբեք չեն դադարելու։ Այո, իրականում տենց է, մի այսօր պրծար, մտածի, որ վաղը չէ մյուսօրը կարող է մի հատ ուրիշ մարտահրավերի քեզ կանչեն։ Չզարմանաս, որ տենց ալնելու։ Խիա տենց։ Ես միշտ տենց մի հատ խոսք եմ ուզում ասեմ, որ գիտես, եթե Աստված քեզ ուզում է ինչ-որ մի բանի պատրաստի, քո խարակտերը ձևավորի, քեզ Ֆերարիներ ու լավ տներ չի նվիրում, սիրելիս։ Ընդհանրապես
չասեմ այդ բառը, բայց ինչ է կատարվում այն երեխաների հետ, որոնք բառից բուն իմաստով երես են տրվում իրենց ծնողների կողմից։ Այդ երեխաների ապագան ո՞նց է միշտ դասավորում, սիրելիներս։ Բայց այն երիտասարդները, որ սովորում են մանկուց, որ պիտի իրանք պատասխանատվություն կրեն, որ պիտի դժվարությունները հաղթարեն իրանց ուժերով, այդ երիտասարդները, սիրելիներս, պատրաստվում են այս կյանքի բոլոր փորձությունների համար։ Եվ նույնպես Աստված էլ մեզ տարբեր տեսակի փորձություններ անցկացնելով մեզ մի մակարդակ բարձրացնում է։ Եթե Դավիթ թագավորը Աստծու կողմից օծվել էր որպես Իսրայելի թագավոր, ուրեմն նա որոշ ժամանակ պիտի անցներ, որոշ փորձություններով պիտի անցներ, որպեսզի կարողանար այդ թագավորության, այդ ծառայությունը ստանձնել լիովին պատասխանատվությունով, սիրելիներս, առանց դրա նա չէր կարա։ Այսօր մի թեթև պատասխանատվություն, եթե մենք միտեղ գրում ենք, տեսնում ենք, թե ինչ դժվար է դա լինում, խի, որտեղ մարդկանց հետ գործ ունենք։ Այսօր մարդը մի հատ sense երևույթ ունի իր մեջ, որ ընդհանրապես sense առաջի էմոցիան գոհությունը չի, այլ բողոքարկվելն է, բողոքն է ընդհանրապես։ Ու այսօր ամբողջ մի ազգի թագավոր լինելը այդքան էլ հեշտ բան չի։ Եվ դրա համար պիտի պատրաստվեր Դավիթը։ Եվ գիտեք, այս բոլոր այս իրավիճակների մեջին Դավիթը ամեն պատճառ ուներ, որպեսզի փախներ, որպեսզի արդարանար, ամեն ինչ կարար աներ։ Բայց տեսեք Դավիթի քայլը ինչ է։ Սակայն Դավիթը զորացավ իր Տեր Աստծով։ Գիտես, մեկը վաղ թե ուշ, եթե քո մարտահրավերներից փախնում ես, գտնվում ես մի հատ ուրիշ մարտահրավերի մեջ, որ այդտեղ դու կանչված ես ընդհանրապես, որ քո գլուխն են արդեն ուզում բառից բուն իմաստով ջարդեն քարերով։ Եվ այդ ժամանակը, որ Դավիթի նման շատ ժամանակ պիտի հասկանանք ժողովուրդ, որ ես ուր ենք եկի հասե, այ մարդ, ես որտեղ է ուր եկա հասա, այ մարդ, դժվարություններով անցնում է, բայց Աստված միշտ հետս էր։ Հիմա եղբայրները քարերը վեկալել են, ուզում են քարկոցեն, ինչ անեմ ես այդտեղ։ Դավիթը հասկացավ, որ պիտի զորանա Տիրոջով։ Ժողովուրդ ինչ է գրած, ասում է Տերը զորացրեց Դավիթին։ Շատ ժամանակ, երբ որ էլ հույզասթափվում ենք, Տեր ջան, մեզ զորություն տուր ես իրավիճակների մեջ, չեմ կարում էլ։ Նորմալ է, չեմ ուզում հեքնարկով ես ամեն ինչին մոտենամ։ Մարդ ենք։ Դավիթ թագավորի նման, որ ասում է Աստծո սրտով ուներ, ասում է մի մտքի պատճառով լուր եկավ հասավ։ Կարա պատահի։ Բայց սիրելիներս, լուծումը Աստծո առաջ ընկնելն ու Աստծուց ուղակի խնդրելը ինձ զորություն դուր ինձ այդ չի, ասում է Դավիթը զորացավ Տիրոջով։ Չնայեց իրավիճակին, ժողովուրդ իրավիճակին չէր, քարերը վեկալ է արդեն սպասում էին, ասում է Դավիթս զորացավ իր Տիրոջով։ Հիմա չգիտեմ դու ինչ իրավիճակի մեջ ես։ Կյանքը միգուցե այսօր քո թշնամիներին հավաքելա շուրջ կողմդ քարերը տվելա ձեռը ու ասում է խփեն քեզ, բայց դու պետք է այսօր որոշում կայացնես, որ զորանաս քո Տիրոջով։ Խի հաջորդ հայտարարությունը թուլության եւ անկարողության պահերին մենք պետք է զորանանք Աստծո մեջ, որպեսզի նա կարողանա մեզ ուղղություն տալ, այլպես չեն կարողանա կատարել նրա հանձնարարածը։ Ժողովուրդ, եթե Դավիթը միջև այդ զորություն չառներ, Աստված այնքան էլ իրան ուզում է կոնկրետ ասեր ինչ պիտի անի։ Ուժ չունի, վիճակի չի անելու։ Դրա համար շատ ժամանակ գոռում ենք Աստծուն, Տեր, խոսա, Տեր, մի որոշում տուր մեզ, Տեր, մի ճանապարհ բացի, բան չենք լսում։ Խի, որտեղ Աստված ասում է զավակին, որ ասեցի էլ հիմա ես քեզ ինչն է ճանապարհը։ Դու այսպես զորություն չունես քո մեջ, որ այդ ճանապարհը անցնես։ Պետք է մի հատ զորանաս։ Սիրելիներս, փարալել ես նույն իրավիճակի հետ, տեսնում ենք Սավուղը այս իրավիճակում ինչ է անում, որ փղշտացիները հելել են, որ պետք է արդեն կռիվ տան։ Ասում է այդ հիմա վհուկների մոդ է, Աստծուց է ուզում մի բան լսի, Աստծուն կանչում է, Աստված խոսա, Աստված չի խոսում, խի, որովհետև լրիվ թուլացած վիճակ է։ Ասում է մի հատ պետք է զորանաս իմ մեջ։ Բայց ինքը արդեն գնացել է կռապաշտություն անում, որպեսզի Աստծուց մի բան լսի, հոգի է կանչում, որ Աստծուց մի բան լսի։ Բայց Դավիթը հասկացել էր, այնքան էլ ուզում է համիկ Աստծո անունը կանչեմ, պետք է մի հատ զորանամ Աստծո մեջին, որովհետև որ մի բան էլ ասեց, մեգա իր վիճակի չէ մեզ պայն իրագործելու։
Դավիթը որոշում է կայացնում սիրելիներս, որոշում է կայացնում, ասում է ես դի զորանամ իմ Տիրոջով։ Սիրելիներս Եսայի 40:31-ում ասում է, բայց Տիրոջն ապավինողները կնորոգվեն ուժով, արծիվների պես թևերով վեր կսլանան, կվազեն եւ չեն օգնի, կգնան եւ չեն նվազի։ Նվաղի կներեք։ Սիրելիներս Դավիթը կոնկրետ որոշում կայացրեց եւ ասեց ես պիտի զորանամ իմ Տիրոջով։ Եվ Եսայի մարգարեությունը շատ པարզ է ասում, ինչա պատահում այն մարդու հետ, որ Աստծո կողմից զորություն է ստանում։ Եվ ես կուզեմ 3 կարճ պրակտիկ միջոց ասեմ, թե այդ իրավիճակներում, եթե մենք գտնվում ենք այս բան մեր կյանքում, ոնց կարանք մենք մեզ Տիրոջով զորացնենք։ Առաջինը Աստծուն երգել։ Տերն իմ զորությունն ու իմ գովասանքն է։ Եվ իմ փրկությունը եղավ։ Նա է իմ Աստվածը, եւ ես կփառավորեմ նրան։ Նա է իմ հոր Աստվածը, ես կբարձրացնեմ նրան։ Սա Մովսեսի երգն է, երբ որ նրանք Եգիպտոսից դուրս եկան, նրանք սկսեցին գոհաբանել, երգել։ Այո, փառաբանության մեջ ասում Աստված ես գտնվում եմ, իմ ժողովրդի փառաբանության մեջ եմ ես գտնվում։ Այդ իրավիճակների մեջ ասենելս, որ մենք պիտի մեր մտքերին տեղ չտանք այդ պահին, այլ պիտի որոշում կայացնենք, որ ինչ իրավիճակի մեջ էլ ուզում եմ որ գտնվեմ, ես պիտի փառաբանեմ իմ Տիրոջը։ Երկրորդը սիրելիներս, լեզուներով աղոթել։ Առաջին Կորինթացիներ 14:4 ասում է լեզվով խոսողն ինքն իրեն է ամրացնում։ Գիտեք, ես լեզուներով աղոթքը սարքել եմ մի ամբողջ դոկտրին, թեոլոգիա, բոլորն են անում, բոլորը չեն անում, չգիտեմ ինչ են անում, ես առաջ շատ էի կռիվ տալի այս թեմաներով, քարոզներ էի բանանում, բայց հիմա չեք պատկերացնում ինչքան անհետաքրքիր է դառել հիմա այս թեման արդեն։ Ախպեր, չես ուզում մի արա, քո ցավն է, բայց այստեղ բարձ գրում ասում է քեզ զորացնում է այս Հիմա ես ուզում եմ զորացնեմ, ինձ պնդացեմ, ասում եմ, ամրացնում է ինձ։ Ոնց որ ֆիզիկապես մարմավարժությունն է այսօր քո մկանները ձգում, քեզ պատրաստում, որպեսզի դու ամեն քամուց չընկնես, սենց ասած, իմուն սիստեմը դա ավելի ուժեղացնում։ Նույնպես հոգևոր կյանքում լեզուներով աղոթքն է։ Պողոսը ինքը ասում է, ես կգերադասեմ, որ դուք բոլորդ լեզուներով աղոթք անեք։ Եվ եթե նա ասում է բոլորը դու մենամեն այդ ենթադրումը, որ բոլորն էլ կարան, ուրեմն մեզանից է կախված, ուզում ենք թե չենք ուզում սիրելիներս։ Լեզուներով աղոթք արա, շատ ժամանակ ցանկություն չունես ընդհանրապես, բայց սկսի, մի 10 րոպե, 12 րոպե, մեկ էլ սկում ես արդեն քո ներսի էմոցիաներն ու քո ներսի մտքերը սենց արդեն ծնգի են գալի քո առաջ, ասում են լավ հանգստացանք, հանգստացի, հասկացանք քեզ, մեզ հանգիստ թող ուղակի։ Ես դու արդեն այդ ամեն ինչը երևույթը տենալով, որ արդեն քո ներսի այդ կասկածները ենթարկվում են ծնգի են ակի քեզանից աղաչում են, որ դու դադարես, ավելի ես սկսում արդեն ոգևորվելը։ Ու արդեն այնքան ես շարունակում, որ քո մեջի կրակն է արդեն բոցավառվում։ Ու երբ որ արդեն քո մեջի կրակն է բոցավառվում, ուրեմն այդ ժամանակ Սատանան իր ամեն մտքերը հավաքվում է ու նորից Հալելույա։ Սերներս շատ ժամանակ պիտի արտահայտվենք։ Գիտես այսօր միտքը մտքով չես հաղթահարում դու։ Երբ որ միտքը գալիս է դու պիտի կանգնես ու հակառակվես այդ մտքին։ Ու այդ process-ը կարա կողքինիդ համար այնց լինի, որ քեզ գժի տեղ դնի։ Ոչինչ։ Ոչինչ թող դնի գժի տեղ, մի ինչ կա քո համար։ Կարևորը դու հաղթահարում ես այդ ժամանակ այդ մտքերը, հակառակվում ես այդ մտքերին եւ ասում ես, որ այս մտքերը ես տեղ չեմ տալու։ Եվ երրորդը, մեր հոգուն խոսել, Սաղմոս 42:5, Դավիթի սաղմոսներից ասում է, ինչու ես տրտում, ով անձիմ, եւ խռոված ես ինձանում, հույսը տիր Աստծո վրա, որովհետեւ էլի պիտի գոհանամ նրանից, որ իմ երեսի փրկությունն է։ Երեսս պարզեցնողը Աստվածն է, սիրելիներս։ Ու Դավիթ ինչ է անում։ Ինքը իր անձին հրամայում է, սիրելիներս։ Ասում է ինչ ես տրտվել, ով իմ անձ։ Գոհաբանի էլ Աստծուն։ Սիրես մեկ ինքդ քո վրա պիտի գոռաս։ Այո, որտեվ քո մարմինը ձգտում է քեզ միշտ տանի դժոխքի ճանապարհների վրա դնի։ Էդ է քո մարմինի ուզածը։ Այո, մեկ պիտի գոռաս դու ինքդ քո վրա։ Մտքումը չէ, բարձր։ Ինչ ես արա ուզում ես պահին։ Ինչ ես բողոքում, ինչ տապակաս։ Հել կանգնի ու Աստծուն փառաբանի։ Գովաբանի Աստծուն, երկրպագիր նրան։ Ու նորից ծնգի է գալի այդ պահին միտքը քո առջև։ Ասում է լավ, հասկացանք, всё։ Գիտեք, շատ ժամանակ այդ մի քանի
վարքյանական ռոպեական process-ի մասին է, որովհետև սատանային հեշտ դուր չի գալի ու գլում կանգնած sense լավ կներեք հակցնես այս արտահայտության համար։ Ինքնիրան էդի չի ձեր տալի։ Այսինքն շատ ժամանակ հենց մի քիչ դիմադրություն ազգում, փախնում է։ Ու մեկ էլ հասկանում ենք, որ Հակոբոսը ինչ նկատի ուներ։ Ասում է հակառակվեք եւ նա ինչ կանի։ Կեթա կփախչի։ Սիրես, բայց պիտի հակառակություն ցույցաբերես դու, որ նա փախնի։ Եվ այդ ամեն իրադարձությունների մեջ, երբ որ մենք պատերազմում ենք սիրելիներս, մի բանը մեզ պիտի վստահ իմանանք, որ հաջորդ հայտարարությունը, որ հոգևոր պատերազմը պատճառ չէ ծառայությունը դադարեցնելու համար։ Ամեն։ Կապ չունի ինչ իրավիճակի մեջ ուզում ես դու գտնվես, սիրելիս, Աստծուն պիտի ծառայես։ Աստծուն պիտի ծառայես։ Ինչ ես ծառայում։ Աստծուն ես ծառայում։ Ինչ ծառայելով։ Թագավորաց 30:11-12 Նրանք էլ դաշտում եգիպտացի մի մարդ գտան եւ նրան բերին Դավիթի մոտ։ Նրան հաց տվին ու նա կերավ եւ ջուր խմեցին նրան։ Ու հետո շարունակությունը հիմա ասենց կարևոր չէ, ասում է 3 օր եւ 3 գիշեր ոչ հաց էր կերե, ոչ ջուր էր խմե։ Ով էր այս եգիպտացին։ Ասում է ստրուկ էր ամաղակյացիներից։ Ասում է հիվանդ է, դրա համար թողեցին ինձ տեղ։ Այդ որ եկել են քաղաքը, այրել են, գերի են վեկալ է սաղին, ասում է հիվանդացել է ես, այդ անիրավները ինձ թողեցին։ Այդքանից հետո, հələ մի հատ ինքները ձեր վրա վեկալ եք, էլի, հերեք։ Եկել են կնոջդ են վեկալ է։ Երեխուդ են վեկալ է, տղա աղջիկ են վեկալ է, քո ամբողջ ունեցվածքն են ձեռիցդ վեկալ է։ Ու դրանցից մեկը այս պահին դեմը դրած է։ Ինչ կանես։ Ասում է հաց տվեցին, կերակրեցին, ջուր տվեցին, ծառայեցին էլի իրանց Աստծուն, որտեվ իրանց Աստվածը, իրանց կոնկրետ ասել էր այդ իրավիճակների մեջին ինչ պիտի անեն սիրելիներս։ Դրա համար ես էլ եմ քեզ ուզում քաջալերեմ։ Եթե էլ նույնիսկ այդ իրավիճակների մեջին հանդիպես մի իրավիճակի, որ կարաս ամեն ձևով սենց մուրըդ մի հատ ցուցաբերես, մնա հավատարիմ Աստծո խոսքին ու քո ծառայությանը սիրելիս։ Մի ենթարկվի էմոցիաների, այլ վստահիր Աստծո խոսքին, որ Աստված կանի։ Ու տեսեք ինչ մեծ դուռ է բացում։ Պարզվում է, որ այս երիտասարդը Եգիպտեցին կոնկրետ կարում է ասի, որ ուղղությամբ գնացին դրանք, ուր են գնացել։ Այսինքն իրա ցուցմունքով եւ վկայությունով կարեցան հասկանալ ոնց պիտի շարունակեն։ Ու հետո Դավիթը նոր արդեն մոտենում է Աստծուն, երբ որ արդեն Տիրոջով զորացել էր, ու ասում է ինչ անեմ, հետևեմ, որ հետևեմ կբռնեմ սրանց։ Աստված էլ ասում է գնացիր, այս ամենասիրածս պայրից բանն է իմ կյանքում, որ արդեն Տիրոջով զորացել ես, որ Աստծո հոգին նորից քո մեջ sense բոցավառվել է, ու արդեն հասկացել ես ինչ պիտի անես, ու մոտենում ես ու ասում ես կարամ, ասում է գնացինք, ու գնաց։ Ասում է հետ էթում են։ Առաջին Թագավորաց 30:18-19 Եվ Դավիթն ազատեց ամենը, որ վերցրել էին ամաղակեցիները։ Դավիթն իր 2 կանանց էլ ազատեց, եւ իրենց ոչ մի բան չէր պակասել։ Փոքրից միջև մեծ, թե տղա, թե աղջիկ եւ թե ավար, ինչ որ նրանք առել ու տարել էին, Դավիթը բոլորն էլ հետ բերեց։ Սիրելիներս, ահա ինչ է նշանակում Տիրոջով զորացված մարդը։ Սատանան ինչ է ժամանակը որ ձեռիցդ խլել է, քո առողջությունը, քո ֆինանսները, քո երեխաներին, քո, չգիտեմ, լավատեսությունը Աստծո մեջ, քո ուրախությունը, քո խաղաղությունը, ամբողջովին հետ ես բերելու։ Ոչ մի բան սատանայի ձեռը չի մնալու, ոչ մի բան քո թշնամու ձեռը չի մնալու։ Եթե դու կանգնես զորանավ Աստծոց եւ սպասես իր խոսքին, որ ասի գնացիր, ասում է ամենը հետ կբերես։ Եվ գիտեք, մինչ որ նրանք պիտի գնային, ոմանք թուլացած վիճակ էր, եւ ի վիճակի չեն իրանց հետ էթալու։ Դավիթի հետ էթալու, որպեսզի ազատեն այդ ամենին։ Ու երբ որ հետ էին եկե,
մի քիչ կռիվ առաջացավ սաղի մեջ, ասեց այն կռվողները ասեցին, այս լացկաններին ոչ մի բան պետք է չհասնի։ Սրանք մեզ են նեղ պահին թողեցին, հետներս չեկան առաջի գիծ, որպեսզի մեր հետ կռիվ տան։ Այդ հոգնածները։ Ու տեսեք Դավիթի պատասխանը 30-24 խոսքում։ Եվ այս հարցում ով կլսի ձեզ։ Կա կարասինների մոտ նստողների բաժինը պետք է հավասար լինի պատերազմ գնացողների բաժնին։ Հավասարապես պիտի բաժանեն։ Այդ ձեզ շնորհքով ասանք ընդեղ հասանք, այդ ձեզ շնորհքներ, որ սաղնորից հետ բերինք, հիմա էլ ձեզանով ուրախացել եք, որ պիտի նրանք ովքեր չեկան իրենց բաժին չհասնի, այդ ձեր շնորհքներ, փաստորեն, այդ ձեր ուժն ու զորություններ, սիրելիս, երբեք քո կյանքում, եթե հստակ կանգնած ես, հոգևոր լուրջ ու զորության մեջ ես կանգնած, չքննադատես այն քո քույր եղբայրներին, որ մերթ ընկած վիճակում են ու քո հետ մի անգամ չեն եկել մասնակցել առաջի գծում, մի անգամ չեն մասնակցել աղոթքի երեկոյին, մի անգամ չեն մասնակցել եկեղեցական ծառայությանը, մի անգամ չեն մասնակցել աստվածաշնչային քննարկումների ժամանակ, մի անգամ չեն մասնակցել։ Երբեք հպարտություն թող չառաջանա քո մեջ, որ Էսի չի ծառայում, սրան խի պիտի նույն բաժինը հասնի ոնց որ ինձ, այսքան քայքայվում եմ ես եկեղեցում։ Սերներս, եկեք Դավիթի նման սիրտ ունենանք այդ ժամանակ և վստահենք լիովին Աստծուն, որ Աստվածը հաղթանակը պարգևողը իմ զորությունով չի և իմ ուժով չի, այլ Աստծո հոգովն է, հալելույա։ Սերներս, հիշում եք այն ամենաառաջին հայտարարությունը, որ այսօր արեցի։ Ասեցի, վերջին հարվածը հաջորդ մակարդակից առաջ հաճախ ամենադժվարն է։ Դավիթի կյանքում երևի ամենադժվար իրավիճակներից մեկն էր, միջև, որ պիտի են գերագույնը կատարվեր։ Ընդամենը 2-3 գլուխ հետո կարդում ենք, թե ինչպես է Սավուղը պատերազմի ժամանակ սպանվում և արդեն Դավիթ թագավորը հաստատում է թագավորությունը իր ազգի մեջ։ Եվ այս վերջին հայտարարությունով էլ ուզում եմ ավարտեմ, այս իրադարձություններից հետո Դավիթը թագավոր դարձավ։ Սիրելիս, միգուցե այս իրավիճակի միջով, որ դու հիմա անցնում ես, այն փորձությունները, այն դժվարությունները, այն կրակները, այն բոլոր դժվարությունները, այն վերջին կետն է, որ այդ մակարդակը պիտի բարձրանաս, որովհետև Աստված քեզ կանչել է թագավորելու և իշխելու։ Տերը օրհնի բոլորին։